Բարեկացեք սիրելիներ, Աստծո սուրբ ներկայության առջև զինք խնդրելու եւ իր ներկայությունը վայելելու։ Շատ անուշ համար մասան սոնակույրը, սա փամագարության դերոջ մենք օասի կխնդրելով կյանքից բոլոր օրերում մեջ ու շատ օրեր դերոջը դունը բնագին ուզ իր վայելչությունը տեսնեմ։ Մարդուն համար ասում է ավելի հաջելի փամագա, որ Աստծո ապահովության մեջ մնա։ Աստծո պաշտպանության մեջ մնա։ Այսօր որում քով որ ունես, աշխարհի ամենից զորավոր մարդուն իր էջո մարդ է։ Ինչ որ ուզե թող ունենա, բայց որ դերը քողքի դե, եթե դու Աստծո հետ ես, այն ադենքսե պաշտերին ծածկոցին դակ բնագողը, ամենագարողին հովանավորության դակ պիտի հապչի։ Ասիկա է մարդուն երանելիությունը, որովհետև աշխարհը ներկայիս անագնկաններով լեցում է։ Օրը գարտնաս ամեն օր նոր անագնկան մգա, եթե բրբտես։ Բայց պարտիրոջ, որ մենք դերոջը հետ ենք, ամեն բան իր կնտրոլին դագն է։ Ինչ ուզե թողնա, մենք դերոջը հետ ենք։ Թեև ինչպես որ գարտած մայրը քեզ դողուց, բայց դերը պիտի ընդունի։ Եթե մայրը իր զավակին լքե, գրնալն ասի, եղած է, բայց դերը պիտի ընդունի։ Նայեցեք, դերոջը մեր բաբային սերը որ չապմեծ է։ Այսօրվա ինչպես որ եղբայրը հիշեց, մենք կեսն ենք։ Մեծ պահոց շրջանի մեջ ենք, և մենք այսօր գզուկատիվի, ինչ է, մեկը գհիշե, ինչ է այսօր, գամ այս շաբաթ, որ մենք գիրագին է։ Բարձր դնդեսին, այսօր դնդեսին եք աշխապատ։ Դնդեսին մասին գուզեմ առակման անցնի, ինչս էլ այս ընթացքները, որ սկիզբը ինչ էր, բուն պարագենտանը, վերջը անարագին, արտաքսման, վերջը անարագին, հիմա դնդեսին։ Մեր եկեղեցին լավ մտածած է, որ դիրմ մտն է, և հավատացյալները իրենց կան, դեսնեն, թե ինչ էր մարդկության վիճակը, ուր էր և ուր հասավ և ինչպես պիչանակ է։ Բուն պարագենտանը կնշանակ է Աթամի և Եվայի մոտ հարաբերությունը Աստծո հետ, բուն է բուն ուրախությունը։ Ամեն բան շատ լավ էր, բայց Աստված իրենց արիթմը տված էր, իրենց պատվերնը տված էր, որ գնազանտին, որ այդ ձարեն չուդեն։ Հանգարց, որ այդ ձարեն գերան, Աստված դեսավ, որ ինքը անարգված էր։ Եվ իրեն թրած օրենքը, պատվերը ոտնագող ըրած էին, Աթամ և Եվա։ Անորոման ինչ հրավ արդաքսեց, երկրորդ շաբաթը արդաքսման շրջանն է, որ դարեց իրենց, վրընդեց ու դերեն թրախտեն։ Բայց ասիկա լալով Աստված անհոգ չի մնաց, թեր կսպասեր մարդուն, որ ետ վերադառնա և իր մեր ներողություն խնդրե։ Այսօր ամեն մարդուց Աստծմե սպասածը այս է, որ մարդը ետ կա ներողություն խնդրել, զիչանի, խոնարհի Աստծո առջև, որպես ետ իր գործընծուցած իշխանություն ետ վերագենթանացնե իր կյանքի մեջ։ Սատանան եկավ մարդուն այդ իշխանությունը իր ցերքեն կողծավ։ Բայց Հիսուս եկավ այդ իշխանություն ետ մարդուն վերադարձուց, պայմանավ, որ մարդը պետք է որ որոշումը առնի։ Այս որոշումը գիտեք ով արավ անարակ որդին։ Երբ որ անարակ վիճակի մեջ էր, մոլորած էր, գործված էր, իր հորմեն պախած էր, բահմը սկսան մտածել, որ ինչ կնեմ ես, այսպես պիտի վերջանամ, այս է իմ վերջավորությունս, այս է իմ ջագադակիրս, որոշումն առավ։ Ինչ էր այդ որոշում, որ իր հոր ետ թարնար։ Շիդակ որոշումն առավ, իմաստուն որոշումն առավ, որ այսօր շատեր այս որոշումը գեհդացկեն, օրմը գավաշխարեն, օրմը Աստծո գթարնան, օրմը թոյբա գսեմ, օրմը մեղա գսեմ,
մեծնամն է, քիչը ասմեղքին վերջանանն է, քիչը հանկիստ լամ, գործի մեջ եմ եւ գերգարի, օրը պիտի կա, որ պիտի չտեսնեմ։ Այնքան այլեն, որ մենք ասկյանքի մեջ ենք սիրելիներ, արիթը կա մարդուն, որ Աստծո հետ հաշտվի Հիսուսի միջոցով։ Այս անարակ որդին ետ վերադարձավ եւ գիտեք ինչ անուշ տեխնոլոգիայացավ։ Գարտացեք կտեսնեք, ասե հայրը վազեց իրեն գսե։ Հայրը վազեց։ Աստված գվազե քեզ եւ որ դու իրեն վերադառնաս։ Հոր սերն է ասի, որ ետ ուզե ողջակուրե իր զավակին։ Իր սիրելին, որ ինքը գործընթացած էր, եւ անարակ որդին, որ գործված էր, գտնվեցավ, մերած էր ողջնցավ։ Իսկ հիմա անոր երեք բաներ դվավ հայրը, իշխանություն դվավ։ Մեկը ինչ էր, մադանին էր իշխանություն, մեկը սկեստներն էր, արդարության սկեստը, ջերմակ հագուստը, որ Հիսուս Քրիստոսի բերած արդարությունն է, երրորդը գոշիկն էր, որ այդ գոշիկի միջոցով ապրի Աստծո համար։ Ավետարանը կարող է Աստծո մասին խոսի։ Հիմա դնդեսը այն անարակ որդին էր, որ հիմա այնպես դնդես եղավ աշխատվա մեջ։ Ինչ է դնդեսը։ Դնդեսը այն է, որ գստանցնե կորց, բարդականություն, գարավարիչ է, նախակահ է, գավերներ է, ասենք, կորձադեղի մեջ պատասխանատու է, դնդեսը այս է։ Դնդեսը հայրը դնդես է, միևնույն adin, իր դունի պատասխանատուն է, դնդեսն է, մայրը իր զավակներում դնդեսուին է, ամենքը, դնդեսության շնորհքին գանչված է։ Գարտալ, Լուկաս 16-րդ գլխին մի քանի համարներ, որ դնդեսի մասին Հիսուս խոսեցավ իր աշակերտներուն եւ փարիսեցիներուն։ Նայեցեք ինչ կսեմ, Լուկաս 16-րդ գլխ առաջինն սկսյալ, անունով երրորդվա եւ ողջույնը կողմ ամեն։ Իր աշակերտներուն ասավ, հարուստ մարդ մգար, որ դնդեսը ուներ։ Անոր վրա կանգնած եղավ իրեն, որպես թե իր ունեցածը կփճացնե։ Հարուստ մարդը դնդես ուներ, վերագացումը իր գործերում տրած էր և անոր դրամ հանցնած էր, որպեսի աշխատցնի այդ դրամ, ինվեստ ուներ։ Բայց հանգարց լսեց, որ բացասական, ժխտական բաներ կան, այս դնդեսին հասցեին։ Այն օրով Հիսուս, այն օրվա մարդիկը նկատի առավ և սկսավ այնպես խոսել։ Օրինակ, մաքսավորները շատ բաներ գնային։ Մաքսավորներ դուր կհավաքեին ժողովուրդին, որպեսզի հռոմեական կայսրության դային, բայց հռոմեական կայսրությունը իր լիմիտը ուներ։ Պետք է որ արդի ապահովել։ Այս մաքսավորը գերտար եւ ուզածին մեզ գահավատքեր մարդոց մեկ, թե իրեն համար, թե իր դունին համար, թե իր հարստության համար, անորմալ չեր սիրված մաքսավորները, չեն սիրված, այսօր չեն սիրված։ Բայց ինչ որ հրավ, ինչ որ անգլերեն գսեն corruption, արաբերեն ֆասադ, չար բաներ հրավ, գերավ, իր վարպետին դրանները և հոս թավաջանություն հրավ, և անիրավություն հրավ, իր, ասենք, վարպետին, մեծահարուստին, իրեն հանցնած կումարին։ Գշարնագե և կսե, ուստի գանչեն ծանիգա ու ըսավ անում, ինչ է այս, որ կեզի համար գլսեմ։ Հիմա ինչպես որ ըսի, մենք բոլորս ինչ ենք, դնդեսներ ենք։ Այս արագը Հիսուս կխոսի միայն նյութականի մասին։ Ուրիշ արագը կխոսի հոգևոր բարգևներու մասին։ Հոս Աստված յուրաքանչյուրիս բարգևներ դված է, որ նյութական է։ Ստացված դված կլա, կամ մեկը հարուստ կլա, կամ թե գործ կաշխատե և գործը ավելի առաջ կերտա և լավ կլա իր վիճակը։ Բայց երբ որ
չար բաներում կաշխացնե, հանգարց Աստված կպսպսա ականջին որ քեզի դվածս ինչ կնես։ Հիմա մենք որպես Աստծո զավակները ինչ ունենք մեր ներսիտին, Սուրբ Ոգին ունենք։ Եվ որ սխալ բաներ գնենք, մեզի առաջին մեկ հանդիմանողը Սուրբ Ոգին է։ Adică արդարության համար գբախարագե, գհանդիմանե։ Չես գնա Սուրբ Ոգին քու սուդը, քու սխալը ճշտել, Աստված է։ Բայց ո՞ս տունես, որ արդյոք ականջ գուտաս Սուրբ Ոգին, եթե քու ականջդ կոծեցիր, Աստված ունի ուրիշ մարդիկ, որ գնա քեզի հայտնաբերել քու ըրածը։ Աստված գխոսի քեզի, չխոսիր չէ, գխոսի անպայման։ Աստված գխոսի հրեշտակներու միջոցով։ Հրեշտակները այսօր սիրելիներ, մեր առօրյա կյանքը դիտեյներով գարցանակրեն։ Ինչ որ դու գխոսիս օրվա մեջը ֆայլ կա։ Ամեն օր արձանագրված է քու խոսքդ, քու վարվելագերքը, քու նայվածներ, ամեն բան բացահայտ է, որովհետև դեմ գսե որ մարմինը պիտի չարթարանա Աստծո առջև։ Չես գնալ արդարանալ։ Գբացվին ֆայլեր եւ ոնց ասինչ ասիլ, ասինչ թվականին, ասինչ օրը, ասինչ ժամը։ Սո Աստված գիտե մեր յուրաքանչյուրի շիդագը եւ սխալը։ Եթե մենք սխալ ընթացքի մեջ ենք, Աստված անպայման կխոսի։ Բայց եթե ական չի դախեցիր, դեմը կա որ գլրե Աստված։ Հոն տուն եւ քու ճակատագիրը դե։ Եվ շարունակե գսե։ Դնդեսը իր մտքի մեջ ըսավ։ Չէ որ իր դերը ինչ ըսավ, ինչը այս որ քեզ համար գլսեմ, քու դնդեսության հաշիվը դուր։ Վասնցի չես կրնալ դնդեսը։ Դեմը կա, որ Աստված կբահանչե քեզ մե։ Եվ այս մեկը պիտի ըլլա հավիտենականության մեջը։ Ասիկա Թադաստանն է։ Եվ որ դու իրեն հաշիվի չի նստեցար, եթե դու Աստծո հաշիվ չի դրի, դու քեզի չի ջանցար, դու քեզի չի քննեցիր, այս մեծ բաղոտ շրջանը սիրեն է ինքնակնության շրջանն է։ Շատ գեղեցիկ օրինակ մը գա, որ Դավիթ գեղեցիկ խոսքը գսե։ Սամոս 139, 23 եւ 24-ի մեջ այսպես գսե. Փորձե զիս ով Աստված, ու գիծիր իմ սիրտս, զիս կնե, ու գիծիր իմ մտածումներս, եւ նայե թե արդյոք չար ջամփու մեջ եմ, եւ զիս տևի հավիտենական ջամփան առաջնուտ է։ Պետք է մենք յուրաքանչյուրս զգանք, որ արդյոք շիդակ ջամփու մեջ ենք, շիդակ ընթացքի մեջ ենք, եթե չես զգար ասել է դու վերջացել ես, քու խիղճ խանցված է այլևս, սխալը շիդակի վես կերտակ վեզի հետ, անորմար մերդ ընդ մերդ, արիտ առ արիտ, մենք Աստծո խոսքին առջև հարցնենք, որ Տեր հաջիս քննե իմ անձս, ցույց տուր ինձի, Աստված, եթե դու խնդրես, Տեր ամեն ցևերով գնա քեզի իմացնել։ Եղբորը միջոցով գխոսի, քրոջը միջոցով գխոսի, մեդիայի միջոցով գխոսի, բայց եթե հետաքրքրված ես, հիմա ոնց գալքը եկավ դնդեսին, նայեցեք ինչ ասավ։ 4-րդ համարի մեջ ասե, գիտեմ ինչ պիտի ընեմ։ Որպես երբ իմ դնդեսուտենես հանվին, զիս իրենց դունը ընդունին, իր դերոջը բարդականները մեկիկ իրեն գանչելով ասավ առաջինին, եւ որ տեսավ, որ ցերկեն պիտի երտա իր ունեցածը։ Անմիջապես, անոնց որ ինքը շորտած էր, անոնց որ տրամը գերած էր, եկան եւ ասավ հայրով չէ, 50 քրե, արդեն ադիգաբիդի դա, որ վերջանա։ Այս խորամանությամբ ամենին հավաքեց։ Եվ այս մեկը իր վարպետին արջևը արժեք ունեցավ։ Վարպետը ոչ թե սիրեց իր ժողովրդությունը, իր պլանը սիրեց։ Վարպետը ոչ թե սիրեց իր ջարդիգությունը, մեկ բանը սիրեց։ Մեկ բանը, որ շատ կարևոր է։ Այս մարդը սկսավ մտածել իր կարիքը, իր աբական։ Գիտեր, որ աբակային մեջ պիտի գործվել։ Ասիկա է, որ Հիսուս սիրեց։ Բարի մեջ կսե,
Դերը անիրավ դնդեսը կողեց, որ խելացիությունով ռավ, ասենզի այս աշխարհին որդիները իրենց ցեղի մեջ լուսո որդիներեն ավելի խելացի են։ Մարդիկ այնպիսի պոլիտիկը գունենան, որ աշխարհի մարդիկ, որ մեզի չի հասներ։ Ամեն չափ կնեն պոլիտիկի մեջ ողորմություն չկա։ Քաղաքականության մեջ ողորմություն չկա, միայն իմ շահս, վերջը կուշահույթ։ Այս աշխարհայինները այդպես են, մենք այդպես չենք, բայց ես ան ցեզի գսեմ սավ, անիրան մամոնային ցեզի բարեկամներ եք։ Մամոնան գիտեք ինչ է նյութական է, դրամը, ստացված, հարստություն, դում, խանութ, քեդիներ, ասող բոլոր մամոնային։ Ես ան ցեզի գսեմ անիրան մամոնային ցեզի բարեկամներ եք։ Որպես երբ անիգա բաքսի ցեզի հավիտենական բնակարաններում մեջ ընդունի, ինչ սեր է։ Մենք որ Աստծո զավակներն ենք սիրելներ, որ չափ մենք նյութականին արժեք կտանք։ Արդյոք բավարար է մեզի համար, որ միայն եկեղեցի կանք եւ երթանք, մենք հավատացյալ ենք եւ մենք մեղ չենք գործել, սխալ դերեր չենք երթալ։ Ասի բավարար է արդյոք բոլորիս համար։ Բայց նայեցեք Հիսուս ինչ կսե։ Դեղը Հիսուս իր աշակերտներում ասավ, որ երբ որ մեկումը մեկ կավակ ջուր տակ իմ անունովս ձեր վարձքը մեծ գիտելա, երբ որ մեկումը հագուստ տակ, երբ որ մեկումը գերագուր տակ, այսօր շատ կան որ պետքություն ունի, երբ որ քեզի գանտիվին դու ինչ կնես։ Կնա խաղաղությամբ կսես, դերը ողորմի կսես, գաղութեն քեզի համար կսես։ Նայեցեք Աստծո խոսքը կարտամ։ Մատթեոս 25-ի մեջ ասպես կսի։ Այն ադեն ավելի Հիսուս այսպես ասավ. Անոթեցա ինձի ուդելիք չտվիք, ձարավեցա ինձի չխմծուցիք։ Օդարական էի զիս ներս չարիք, մեր էի զիս չհակվեցուցիք։ Հիվանդ էի ու բանդի մեջ էի ինձի դես չեղել։ Այսպիսի բարականեր կան մեր կյանքի մեջ, որ մենք հատուկենք ուշադրություն պետք է ունենք։ Պատկերացուր, որ մեկուն նյութականը դվիր եւ ադիկա բժշկվեցավ։ Միգուցե այդ բժշկության մասին Հիսուսի կա։ Եվ երբ որ հավիտենականության մեջ տեսեք այս մարդը ինձի դրամով Հիսուսի իմ դերերս կնեց կսել։ Հոս աս մամոնային մենք բարեկամներ ունեցանք։ Մեկում ընդուն գերագուր դվիր։ Այսօր շատեր կան պետություն ունի, որոնք կան գսես որ թողերտան, երբ որ մեկը կա քեզի սիրելիս, նկատի առ որ գրնալար, որ ադիկա Հիսուսն է։ Եվ այդ գերագուրը դալով անոր Հիսուսի դված եղար։ Այդ կավակը ջուրը դալով անոր Հիսուսի դված եղար։ Եթե գումարը պիտի դաս մեկումը Հիսուսի անունով դուր, ոչ թե քո անունով, Հիսուսի անունով դուր, որ ադոր պետքն է ինքը։ Եվ գանք ժամանակը վեր տուն արդեն փորձանություն ունես, որ մեկը Հիսուսեն է, որ մեկը իր օն, իր անձնական երկով կա քեզի։ Այս արագը սիրելներ մամոնայի մասին է, նյութականի մասին է, տրամականի մասին է, որ մենք արդյոք արժեք կունանք Աստծո։ Եթե դու Աստծո դաս, ինչ որ Աստված քեզի կտա, Աստված քեզի անդես չից քեզ կբարձրացնի։ Դու դե ոստում ունիս, եւ դե հավիտենական կյանքի մեջ կրեդիտ ունիս։ Նայեցեք քիչ առաջ կարդացից է, ցեզի բնակարաններ ունեցեք երկնքի մեջ կսե։ Այս բանի մեջը, ասենք 16-րդ գլխում մեջ ուգասի Հիսուս ուրիշ բանի ուղեց այս խոսքը քալիքի մասին։ Աղքատ Ղազարոսի եւ մեծահարուստի օրինակը բերավ։ Մենք եթե գարտանք
Ղուկաս 16-րդ գլխի մեջ առաջին համարեն ասոր գանտիվին, վերջավորության աղքատ Ղազարոսը գանտիվին, որ հիվանդ էր, եւ մեծահարուստիմը դանը շեմին դագը վարգած էր, անոր փշրանքներ գուդեր, եւ այս մեծահարուստը չէր օգներ անոր։ Հայցեք ինչ անդարբեր գլար, ինքը ամեն բան ուներ, ամեն բան բարունագեր, մեծահարուստ ուներ, բայց մեկ ձրելով այդ հիվանդին, այդ աղքատին չգրծավ օգնել։ Չեն մներ, միշտ փոփոխական է։ Օրերը եկան, ելքացին եւ հանգարց մեջտեղը եկան, որ այս մեծահարուստը ուր գտնվեցավ դժոխքի մեջ։ Իսկ աղքատ Ղազարոսը գտնվեցավ Աբրահամի քիրկը գսե։ Աղքատը մեռավ ու հրեշտակներ Աբրահամի քոքը դարին զանիգա, հարուստն ալ մեռավ ու թաղվեցավ եւ դժոխքը դանչանքի մեջ էր, հարուստը իր աչքերը վերցնելով հերեն լեսավ Աբրահամը ու Ղազարոսը եւ խնդրեց անունը։ Ասիկա է ներգա վիճակը սիրեններ։ Քիչ առաջ տեսան, որ Հիսուսը քովեց այդ տնտեսը ինչի համար, որովհետև քալիքը մտածեց։ Արդյոք մենք քալիքը կմտածենք, թե ուր պիտի անցնենք հավիտենականությունը։ Կմտածենք, որ հավիտենականության մեջ մեր բաժինը ուր պիտի լա։ Արդյոք դժոխքի մեջ պիտի լա, թե հավիտենական դրախտի մեջ պիտի լա։ Այսօր ես խոսք ուղեմ անում, որոնք մտիկ գնեն այս մեսեջը։ Մի հետացիկեր, մի ասել, որ վաղը միտքս գնալա, որ փոխեմ։ Գնալա, որ քիչ մը վիճակս լավ կլա, վերջը Հիսուսի կգամ։ Գնալա, որ մեղքես կցեր բազատվին, վերջը սուրբ կյանքը գաբրի, ասի մի մտածը, որ չես կնալ դու մեղքեն ցեր բազատվին, եթե Հիսուսը չես ընդունած քո կյանքիդ մեջ։ Սուրբ ոգին, որ գուկա քո կյանքիդ մեջ, անիգա է, որ պիտի աշխատի քո կյանքիդ մեջ, որպես թոթապես սխալները, մեղքերը, հորեդես մտածումները քո կյանքիդ մեջ են։ Սիրեներ, այս կյանքը մեզի համար գարջ կյանք ունե, համեմատելով հավիտենականության։ Եթե այսօր ուզես Հիսուսի կամ պարզավես, ասել դեն ես մեղանչեցի քեզ անտեղ, ինչպես որ անարակ որդին ասա։ Ես սխալ կործեցի, ասոր մեն թյուրին պամը գա, այո բիտ զիչանիս, բայց որոշում բիդի արվես։ Ասել դեր ները ինձի, ինչպես որ անարակ որդին ասա դեր, ես մեղ կործեցի, երկինքիտ եմ և կո արջավատ, ինձի որպես ու ձանատ ընդունիր, անարգա որդին ասա, բայց սիրեններ, Աստված շատ արադացերն է, պապկա նգատ է, Աստված ողորմած է, ասածո սերը, այնպիսի սեր է, որ սիրեններ, չես կնար գտնել, և որ դու իրեն էդ գմոդենաս այն ադեն իսկաս Աստծո մեծ սեր, ադիկա կու բաբադ է, կու հայրի գդե, և որ դու անոր սիրես մոդենաս անի ամեն չակ կնե, որ կու կալիկըտ լավ կլա, մանավանդ հավիտենականությունըտ։ Այսօր զավակն է, երբ որ կա իր որը բանման կխնդրեն, մանավանդ իմ զավակս երբ որ կա, ես ամեն չան կնեմ, որ ուրախ տեսնեմ անոր դեմքը։ Անցաներ Մարյանան բանմը խնդրեց, վստահ էր, որ պիտի դայի իրեն։ Եվ երբ որ տվի սավկիցավ, որ պիտի դայի, և ուրախացավ։ Ասիկա հորմը գեցվածն է, ու մնաց հավիտենական մեր երկնավոր հորը, պապային սիրտը, որ ամեն մարդուն, որ իրեն կան, կխոնարին իր արջևը, ինքը իր թևերով պաշտպան է անոնց։ Եվ անոնց իշխանություն կդա իր զավակները վտանողանար։ Ասած իշխանություն կդա, authority։ Եվ որ դու ասում զավակը ըլլաս, քիչ մեկը չես դու։ Ով գուզե թողնա մեկը։ Ամենամեծ թագավորին զավակը, այո, բայց դու Աստծո զավակն ես, ամեն բան ինքը ստեղծեց, և քո վերադարձը իր կողմը գիտելա։
օրը պիտի կա, որ Աստծո ադյանին արջերը ներգայանում։ Հակոբոս Արաքյալ գսե, վասնձի բոլորս անոր աթորին արջերը ներգայանում, որպես յուրաքանչյուրս մեր մաննով ռածներուն փոխարեն առնեն, ինչ որ գործեր են, թե բարի եւ թե չար, այսօր դու քեզի քննե պահում եւ դες որ արդյոք շիտակ ճամփում մեջ ես եւ Աստծուն խնդրե որ քեզի շիտակ ճամփում մեջ առաջնորդի սինեն անոնք որոնք Աբաշխարության պապակ ունին թող գրեն մեզի շատեր մեզի գրեցին Facebook-ի մեջ եւ մենք ընկերակցեցանք աղոթեցինք եւ բրգություն ունեցանք շատ բարձ է շատ սիմպլ է դրամի չի դաս եւ որ դու Աստծո զավակի դրնաս բարձավես խոնարհի է սե ով դեր ես մեղավոր եմ քո անունը զիս սրտե մագրե իմ անունս գնաց գրքի մեջ արցանակրե ասի սելով դու երկինքը շահած կլաս թող դերոջը ներկայությունը սուրբ ոգին առաջնորդությունը եւ որ Աստծո սերը յուրաքանչյուրս լա անոր եւ որդու եւ ոգին սրտը